Խնդրեմ նախ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք, հավեցեք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, ուրեմն Պապիկյան կոչեցյալը որոշել է, որ բանակ իր համար ճիշտ ասեցիք պատժամիջոց է եւ ովքեր որ Ռուսաստանից գալիս են նամանավանդ ընտրություններից առաջ եւ հիմա էլ նույնպես ծանուցումներ է տալի ռազմական ոստիկանության ինչ որ այդ ծառայողներ այդ շիստյորկա դենշիկները, որոնք կամակատար են իրենց վարչության պետի համար։ Նախ ռազմական ոստիկանությունը իրավունք չունի քաղաքացիական անձին, որը դեռ ոչ զորակոչվել է բանակ, ոչ էլ իրեն ծանուցում տա, դա մեկ, երկրորդը առանց մարդու առողջականը ճշտելու, իմանալու այդ մարդը գուցե անվոտ է կամ խնդիրներ ունի առողջական, դուք ոնց եք իրեն ծանուցում տալիս եւ ուղարկում վարժական հավաքների։ Երրորդը Պապիկյան կոչեցյալ գլուխ է իր գովում, որ զորքը խնդիր չունեմ զորքի, ռեսուրսի խնդիր չունեմ, այսինքն քանակը նորմալ է, այդ դեպքում խես վարժական հավաքներ կազմակերպում եւ եթե խաղաղություն եք տանում, ինչ կապ էլ ինչ եք վարժական հավաքներամ, չէ որ խաղաղություն է, հենա արդեն ձեր եղբայրներին, Հաջիևի պեսներին բերում եք դիլիջաներ, ման եք տալիս տանում եք, դա երևի ձեր պապական կողմից, հորական կողմի աղբերներն են ձեր ժողովուրդ իրավունք չունի ռազմական ոստիկանությունը քաղաքացիական անձին ծանուցում տա նա կարա միայն միջամտի այն դեպքում ռազմական ոստիկանության մասին է խոսքս երբ արդեն անձը կզորակոչվի զինված ուժեր կամ կմեկնի վարժական հավաքների նոր կարան այդ տգետները, այդ որ սաղ ոստիկանական համակարգից դուրս շպարտվածները համալրվել են ռազմական ոստիկանությունում, նոր իրենք կարան մարդկանց ծանուցումներ տան։ Զաքարյան Աշոտ, ծանուցումները ընտանիքիդ տուր, ընտանիքիդ անդամներին ու ցեղիդ տուր։ Մի հատ քո քաղաքի ռազմական ոստիկանության պետին տուր, Բագրատունյացին տուր, իր ընտանիքի հետ, նոր անցի մնացած ժողովրդին։ Եվ դիմեմ նաև զին դատախազներին, նաև դիմեմ իմ հսկող դատախազին, Տիկին Ասլանյան Լուսինեն մի հատ զբաղվեք ձեր ենթակայությամբ գտնվող ռազմական ոստիկանության ծառայողներով, որ ովքեր են փախնում վարժական հավաքներից, նոր անցեք քաղաքացիական անձից, թե կոպիտ ասած են ասացվածքի պես շունը շանթա չի գցում։ Հա, Արմեն Գրիգորյանը մոռացել էր իր քերուն է տաներ Հաջիևի հետ հանդիպման, որի ոչ ձենն է դուրս գալի, ոչ ծպտունն է դուրս գալի, մեծ խոսում էր։ Ըստ ես ճիշտ ասած երեկել եմ հարցազրույց տվել, ասել եմ ըստ օդում կախված լուրերի անկլավների թուղթը ստորագրվել է։ Եվ եթե նաև նույնպես եմ ասում օդում կախված լուրերի 300,000 ադրբեջանցիների հետ կապված իրենց մուտքը Հայաստան համաձայնություն են տվել եւ այդ Արմեն Գրիգորյան կոչեցյալը որ մի լումա մի հատ ինչ որ բան չի արի Հայաստանի համար մի լավ բան, մի լավ արարք չի արվել իր կողմից Հայաստանի համար, միայն ադրբեջանցիների հետ է հանդիպում իրենց պարծեցած դիլիջանում են, արդեն մանգալիս ազատ, հələ մեկը կարա Հայաստանից բացես թրքահպատակներից մեկը կարա Հայաստանից Բաքվի կենտրոնում կամ Բաքվի ռայոններից մեկում այտենց ազատ մանգա, թոզն ու հետքը կկորցնեն այդ անձի։ Սրանք են եւ նաեւ ասում են որ Ախուրիկի սահմանակետով են ազատ գնում գալիս ադրբեջանցիները դա էլ ինչքանով է հստակ թե ոչ չեմ կարող ասել դա էլ են լուրեր պտտվում բայց այս կառավարությունից այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է ամեն ինչ Հա, դրա համար վերջի օրը, երբ կենտրոնական հանձնաժողովում այդ ձայների հաշվարկման հետ կապված Հովակիմյան կոչեցյալը հավաքել էր բոլոր լիազորված անձանց, նախ ասեմ Հովակիմյան մի հատ գնա կարդալ սովորի, հայերեն կարդալ սովորի, տառերը իմացի հայերեն, դե երևի դուք մենակ Ադրբեջանի տառերը այբուբենը գիտեք, երևի ժամանակին, որ այդ հայկական ժամանակ թերթին Չեբուրեկի էր տանում, լավ չեն կերակրել, լավ չի սովորել եւ նա ի սկզբանե ոնց եկավ, ասենց արեց, մեր որոշումը չի փոխվելու, մենք ոնց որոշել ենք, դա այտենց մնալու է, որպեսզի ԲՀԿ-ին չընդգրկեն ազգային ժողով,
որ իրենք կարողանան իրենց ուզածը սահմանադրությունը ոնց ուզեն փոխեն։ Եվ դրա համար բայց պետք է պայքարեն, բարգավաճը պետք է պայքարի, որ ամեն ինչ անեն, իրենք ընդգրկվեն որպես թեկուզ քիչ հավաքած ձայներով, ընդգրկվեն ազգային ժողով։ Դե այո, սա բոլորի խնդիրն է ավելի շուտ, սա միայն ՀԿ-ի խնդիրը չէ, որովհետեւ սա խայտարակություն է։ Իմիջիայլոց էս ահաբեկները, կալանավորումները, ձերբակալությունները, որ այդքան վստահ է, որ հաղթել են, որ սենց իրան բան են անում, ինչու՞ միայն ընտրության օրը 700-ից ավել մարդու են ձերբակալել։ Եթե ինքը ժողովրդի կողմից ընտրված լիներ, նման բան հաստատ չէր անի, ինչպես նաև չէր գիշերվա 2-ին, երբ դեռ հաշվարկները գնում էր, դեռ մեծ մաս ընտրատեղամասերում հաշվարկները ավարտված չէր, ինքը իր այդ քպեական թուրքերի հետ դեմքներն էլ պանիխիդայի դեմքներով, այ աստված այդտենց պանիխիդայի դեմքներով է մնաք, այդ դեմքերով եկավ եւ հայտարարեց, որ մենք հաղթել ենք, որտեղ էիր հաղթել, թե քեզ արդեն զեկուցել էին համապատասխան իրավական մարմինները, որ չես հաղթել, չես անցնելու, պապատել ասեց, կրյոսնի այծեցը սենց ասեց, դուրս արի հայտարարի, որ դու հաղթել ես, որպիսի չպարտվես, եթե դու ժողովրդի կողմից ընտրված ելնեիր, քո դեմքները առ այսօր, այդ պանիխիդայի դեմքներով չէիք լինի, երևի Ալիևը բարկացել է, որ չեն կարողանալու սահմանադրություն փոխեն։ Այ, դե քանի որ մենք գլխավոր շտաբի պետ չունենք, մենք ընդամենը այդ անուն ունենք, մեկ է երևի իր կաբինետի վրա, որ գրված է կաբինետի դռան կողքին փակված է գլխավոր շտաբի պետ, անձը, որը Կիրանցի հրամանը ստորագրեց, որին անդրադարձել էր մեր առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, դրա դիմաց ստացավ գեներալ լեյտենանտ զինվորական կոչում 1։ Երկրորդը գլխին ոնց խփել էր Պապիկյան կոչեցյալը, ոնց ասել էր վեր կանաս շամպես կվնգստաս, Ատենց ինքը ասել էր, որ ջերմուկում ադրբեջանցիք սոված կմնան կգնան, ես ասել եմ ու կասեմ, սովածը դու ես, այ Արցախից փախած, այ փախածը դու ես, որ թողել ես քո ծննդավայրը ու թռել ես, ընկել ես այս սրանց գիրկը, որպիսի կոչում ստանան, որպիսի ինչ որ ասես ես գլխավոր շտաբի պետ եմ, դու ոչ է գլխավոր, դու տեղ դրածո անձ ես, ընդամենը սենց, ինչ ասեմ, մուլյաժ ես դու տեղ, Եվ ասում այտենց բան չի եղել, երբևիցե լսել եք պաշտպանության նախարար կլինի, գլխավոր շտաբի պետ, պետի տեղակալներ, Ամերիկա ավարտածներ, որոնք իրանց դրել են, որ իրանք իբր թե գնացել են Ամերիկա դասընթացների հետ, մի տեղակալն է Արցախից փախած գեներալ Գրիգորյան Կարենն է, երբևիցե տեսել եք իրենք ասեն այո ժողովուրդը ճիշտ ասում են Պապիկյանին ինչ ասում են սուտ է այն նույնն է պետք է գլխավոր շտաբի պետն ասի Այս երկուսի կողմերը եթե ոչ ավել մեղրի զորամասի մենք բոլոր լուսանկարներն ունենք մենք ֆիքսել ենք մեր կուսակցությունը ֆիքսել է նոր մտել են ընտրության ընդཐུպ ասեմ որ կողքները քաղաքացիական անձինք են կանգնած եւ հուշում են նույնպես եղել է Վարդենիսի զորամասում այսինքն Գեղարքունիքի մարզում Բայց ես թվում է ինչի գեներալ զինվորական կոչումներ տվեց անարժանիներին, վաճառվածներին, ովքեր որ ծախվում են, էտել է միշտ ասել եմ, ամեն ապրանք իր գնորդն ունի, սրանք ձիշովի շիստյորկա ապրանք գնորդներ են, իրենք առնում են իրանցից ցածր անձանց, ովքեր որ ծախվել են սրանց, դա աստված, այդ ծախվածների շնորհիվ, այդ գլխավոր շտաբի պետի շնորհիվ Պաշտպանության նախարարի մասին այդ անձին էլ չեմ էլ անդրադառնում, դե անձ չկա։ Մեր սպայի պատիվը գցեցին, մեր սպայի արժանապատվությունը կորավ, մեր գյոզալ զինված ուժերը քանդեցին։ Այս թուրքերի, այս անհայրենիքների շնորհիվ մենք կորցրեցինք անգամ մեր ինչ որ լավ էր, վատ էր ունենք հաղթանակած զինված ուժեր ունենք։
Ղուկասյանը ասում էր երեք ազգային ժողովից 1000 դրամը թոշակառուի համար գուցե ոչինչ է, բայց պետական բյուջեի վրա դա ահռելի ծախս է, խնդրեմ։ Տեսնես այդ 15 միլիարդում վրա է ծախսվել, ինչերի վրա է ծախսվել։ Երևի իրանց ապահովելու համար նայեք կենտրոնական հանձնաժողովում երբ այդ օր այդ վերջնահաշվարկի օրն էր, որ պետք է արվեր, ամբողջ ոստիկանական համակարգը իրենց հրամանատարով, որը գեներալազինվորական կոչում ունի, գտնվում էին կենտրոնական հանձնաժողովի դիմաց։ Այդում հաշվին այնք այդ ռեսուրսները պարզ չի, որ այտենց ամեն ինչը ծախսելով յուրաքանչյուրին է պարգևավճար տալով, պարզա որ մեր պարտքը պետք է ավելանա, դա ժողովրդի վրա, հասարակ ժողովրդի վրա չի ազդում, իհարկե նաև նշեմ թող ժողովրդը դա այո, դա դրանով ազդում է, բայց ոչ թե ազդում է, որ ժողովուրդը դրանից լավ է ապրում, եւ թող ներող լինի այն մասսան, ովքեր որ իրոք հայրենասեր են, այս իշխանությունը արժանա մեր ժողովրդին։ Ես որ տեսա ընտրությունների ժամանակ ինչ զոմբի մասսա կար, որ մեր վարչապետը իհարկե այն տգետ մասսան էր, դրա համար է թող ներող լինեն, այն անուղեղ լիժ 10,000-ով թոշակները բարձրացրել են, գիտեն էտա որ կա։ Վառելիքը թանկացել, ակցիզային այդ ներմուծումը թանկացել, ծխախոտը թանկացել, այսա գազ, տեսնեմ ձմեռը ինչ եք անելու, ինչով եք վառելու, 90-ականներին էռնեք ենք տալու երևի թե, ովքեր այդ տարիներին տեսել են այդ տարիները եւ անցել են այդ տարիների միջով էռնեք ենք տալու 90-ական թվականներին, այդ վիճակն է լինելու այս երկիրը, քանի սրանք կան, դրա համար պետք է համախմբվենք, միանանք եւ չթողենք, որպեսզի սա կարողանա իր ուզած ազգային ժողովում թելադրի։ Անցած տարի 96.2 միլիոն հատ ծաղիկ Ռուսաստանի Դաշնություն է գնացել։ Խնդրեմ։ Դե հա, իրան թվում էր, թե որ ինքը Զելենսկին, վարչապետը Զելենսկին հրավիրեց տեղ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, իրան թվում էր, հեսա Զելենսկին դռները բացելու, ասի էստի համեցեք, էմի Զելենսկին էլ ու սա նույնն են, էլ տարբեր մի քիչ լեվելներով սենց կասեմ, նա գոնե մի քիչ գրագետա, բայց նա էլ է, իբր թե Եվրոպա ձգտեց ու ինչ արեց, նա էլ կոտորեց իր ժողովրդին, ոնց որ սա է կոտորում իր ժողովրդին, լավ են արել, նաև եթե չեմ սխալում, պղպեղնել է Ուկրաինան հետ ուղարկե, ինչ որ մեջը ցուպիկ են գտել, ինչ որ ասել են, որ դա իրենց նորմաներին չի համապատասխանում, լավ են անում, այդ դուրս հանողները թող մտածեին, որ չընտրեին սրան, չասեն մեր վարչապետը լավն է, մեր վարչապետը խոսք ատվե Եվրոպա կարտահանի եւ մեր գործերը լավ կլինի։ Սաղ սուտ է ասել, ինչ ասել այս մարդը 8 տարիների մեջ, սաղ սուտ է ասել եւ չմոռանանք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բարձրացրեց այն փաստերը, որ սա 95 թվականից եղել է Ամերիկայի գործակալ, Ամերիկայի դեսպանատանը որպես գործակալ է աշխատել եւ ընդեղ էլ իրեն բնութագրել են որպես փողասեր, այսինքն այս մարդուն ոչինչ չի հետաքրքրում, միայն փողը տվեք, տուն ու տեղն է կծախի, ոնց որ անում է հայրենիքի հետ, ոնց որ անում է Հայաստանի հետ, թող մոռանան բոլորը, որ իրենց ծաղիկն էլ արտահանվելու, իրենք սմիրքն էլ, հեսա Ծիրանի ժամանակն է, հեսա Գիլասի ժամանակն է, դե տեսնեմ ինչ են անելու մեր գյուղացիները, ինչով են ապրելու, ինչով են մշակելու իրենց հետագա բերքը։ Արդեն ավետի առաջ կանգնել են, կանգնեցրել են։ Շնորհակալություն։